Ներքևից երրորդ գողի մակարդակով մեջքի մեկ հարվածը ծագել է աջ երիկան։ Եվ այնուամենայնիվ Սանտիագո Նասարը սպանվեց։ Մի սպանության պատմություն, որի մասին բոլորը գիտեին, բայց ոչ ոք չկանխեց այն, եւ ճակատագրական անխուսափելիությունը հանգեցրեց ողբերգական վերջաբանի։ Մարկեսյան մեծ գրքերը ծավալվում են Պարոնյան թատրոնի Երվանդ Ղազանչյան թատերասրահում։ Պարոնյան թատրոնում առաջին անգամ են Մարկես բեմադրում մահապատժի քրոնիկներ, ըստ հայտարարված սպանության քրոնիկոն վիպակի։ 1981-ին հրատարակված վիպակն արդեն տասնամյակներ է, որ գրավում է ֆիլմարտադրողների ու թատերական ռեժիսորների ուշադրությունը, նախ եւ առաջ պատումի հետաքրքիր կառուցվածքով ու բազմաշերտությամբ։ Սպանություն, որը չպետք է տեղի ունենար, բայց կատարվեց։ Ներկայի, անցյալի եւ ապագայի խաչվող զուգահեռներում ծավալվող Մարկեսյան պատումը բեմադրող ռեժիսորին գրավում է էպիկական թատրոնի ընձեռած հնարավորություններով։ Բացի նրանից, որ էպիկական թատրոնի սկզբունքն է գործում, նաև երեք իրականություն սենց միավորվում են իրար հետ։ Նախ այդ եւ թեման, իհարկե, ինչպես Մարկեսի բոլոր գործերում հավերժական սիրո թեման, որը տարբեր փորձությունների միջով անցնելուց միևնույնն է պահպանում է իր ձևը։ Մոգական ռեալիզմի լեգենդար առաջնորդը հյուսում է զարմանալի մի պատմություն, որի հերոսի Սանտիագո Նասարի կերպարը ստեղծել է իր մանկության ընկերոջ նման ուղղությամբ։ Դեպքերի անշրջելի զարգացումը տանում է դեպի բացահայտումներ, որոնք րոպեների ճշգրտությամբ կվերստեղծեն անցյալի իրադարձությունները, փորձելով պարզել հանցավոր անտարբերության արմատները։ Սանտիագո Նասարը մահացավ առանց գիտակցելու իր մահը։ Շատ շատերի անտարբերության արդյունքում կատարվեց N կամ կկատարվի N, ինչ որ կատարվելու է։ Իսկ միջավայրը, որում ստեղծված է այդ գործողությունների համար, իրադարձությունների համար, կարծում եմ ստացված է, քանի որ Սամսոնին լավ ճանաչելով բեմադրիչին, ես Սամսոնի մեջ ինչն եմ շատ գնահատում, ինքը գիտի հեքիաթ ու գիտի հեքիաթ պատմել։ Յուրաքանչյուր նյութ, ինչ Սամսոնը բեմադրում է, ես սպասում եմ այդտեղից հեքիաթ։ Հասարակություն, որը անտարբեր է տեղի ունեցող բաների նկատմամբ, եւ իմ կերպարն ինչով է հետաքրքիր, որ որպես հոգևոր առաջնորդ բացարձակ անհաղորդա իր հավատավոր հոտին, ընդհանրապես նրանց կյանքին։ Ինքը շատ փոքր կերպար է, բայց մեծ ամպլիտուդ ունի դերասանի համար ստանալու հետաքրքիր կերպար։ Ներկայացման ընթացքում հնչում է կենդանի վոկալ, այն հագեցած է բարերով ու պլաստիկայով։ Ստեղծագործական խումբն աշխատել է նվիրվածությամբ, իսկ Մարկեսն ինքնին մեծ ոգեշնչման աղբյուր է։ Աստվածային գործ է եւ նրա սիրո պատմությունն է եւ շնորհակալություն եմ հայտնում բոլորին, անձնակազմը պարզապես հիանալի է, որովհետեւ դա մեծ հաջողություն է, երբ որ բոլորս մի գործի, մի գաղափարի շուրջ ենք եւ անձնուրաց աշխատել ենք։ Ռեժիսորական մեկնաբանության մեջ մեծ ու փոքր հանելուկների համադրությամբ ամբողջանում է Մարկեսյան պատումը, որում հերոսներն ապրում են ինքնախաբեության մեջ, արդարացնելով սեփական անտարբերությունն ու ճշմարտությունը թողնելով Մարկեսյան ֆատալիզմի ստվերում։ Նունե Ալեքսանյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։